ամենամուլտիպլիկացիոն ողջունները ձեզ, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ձեզ նաև ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Քերին Թատիկովայանը։ Ողջույն Քերի։ Փոքրիկներ քեզ ողջունում են, Քերին նաև ձեզ է ողջունում, իմ լավ բարեկամներ։ Տեսեք, մինչ դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե, ջնջոցը, կախարդական սև մատիտը պատրաստ պայեք, ինչպես Քերի Մուլտիկնիկը հիմա։ Ես մի փոքրիկ հայտարարություն կանեմ Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկ բալիկների համար, ովքեր շատ են սիրում ամանորյա միջոցառումներ, հեքիաթ ներկայացումներ։ Հետո կասեմ, թե ինչ ենք նկարելու։ Ուշադրություն, սիրելի Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկ բարեկամներ, ինչպես նաև Մերձակայքում բնակվող փոքրիկ բարեկամներ, Քերի Մուլտիկնիկը, նրա օգնական Պոնչո Սանչոն, կախարդը, ձմեռ պապը, մյուս հեքիաթային հերոսները հրավիրում են դեկտեմբերի 24-ից մինչև 30-ը, որտեղ Վանաձորի տեխնիկային թատրոն մասնակից լինելու ամանորյա կախարդական վրձինը երաժշտական հեքիաթ ներկայացմանը։ Այնտեղ դուք կհանդիպեք եւ Քերի Մուլտիկնիկի հետ, եւ իհարկե ձմեռ պապի։ Տոմսերի եւ տեղեկությունների համար կարող եք զանգահարել սիրելի մեծեր, ոչ թե փոքրիկներ, սիրելի մեծեր։ 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այսքանը։ Մի փոքրիկ հայտարարություն էլ մուլտիկնիկ մրցանակաբաշխության մասին։ Սիրելի մեծեր եւ փոքրիկներ, դեկտեմբերի 14-ին Քերի Մուլտիկնիկը բոլորիդ հրավիրում է Բոհեմ թատրոն ուղիղ ժամը 18-ին մասնակից լինելու Մուլտիկնիկ 2025 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա այս անգամ հոբելյանական 15-րդ մրցանակաբաշխության։ Այնտեղ լիքը հերոսներ կլինեն, կրկեսային արտիստներ, տաղանդավոր երգիչ, երգչուհիներ։ Դե ինչ, երկու հայտարարություն բավական է, Քերի կարծում եմ։ Հիմա ասեմ, որ մեր մշտական հերոստատիտողներից մեկը, Ասիա Գրիգորյանը, 5 տարեկան, երևի մայրիկն է գրեի իր փոխարեն, խնդրել է, որ Քերին նկարի շատ հեշտ, ամենափոքրիկ նկարիչների համար, 3-ից 4-5 տարեկան փոքրիկների համար, նկարի ինչ բամբուկե անտառում պանդա։ Փորձենք։ Լավ, այստեղ գույները շատ քիչ են օգտագործելու։ Հիշում եք, չէ, պանդայի մորթին կամ պանդան ինչ գույնի է լինում։ Սպիտակ, ճիշտ է, եւ սև ականջները, դունչիկը, կոպերը։ Լավ, մենք, եթե չեմ սխալվում, շատ ենք նկարել այս տարիների ընթացքում պանդաներ, տարբեր մասնագիտություններով, մուլտիպլիկացիոն, տարբեր մռութիկներով։ Այս անգամ, քանի որ մենք նկարելու ենք հատուկ 3-ից 5 տարեկան փոքրիկների համար, մի քիչ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել։ Եկեք մի բամբուկի ծառ նկարենք։ Լավ, գծիկ, ուղղակի, այսպես ես հեշտ ուզում եմ սովորեցնել։ Այսպեսի մի գծիկ։ Այստեղ համարենք բամբուկի ծառն է։ Կնկարենք գլուխ եւ մարմին։ Աչակողմի հատվածում, այստեղ ուշադրություն։ Կարծես թե 3 թվանշանը լինի։ Տեսակ, հեշտ ստացվեց, չէ՞, շատ լավ է։ Այստեղ ես մի լավ աչակողմի մասը նկարեմ նոր։ Եկեք կոպերը նկարենք ձվաձև 1, այսպիսի, 2, հետո սևով ենք ներկելու, դրա համար հիմա աչքերն եմ նկարում, այստեղ կլորիկ աչքեր, սևիկ, կլորիկ աչքեր, սևիկ և ձախ աչքը նկարեցինք և աչ, քիթիկն ենք նկարելու իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, քիթիկ, սևով կներկեմ փայլիկով, դունչիկը և ժպտացող բերանիկը, այսպես, հոպ, տեսակ, ժպիտը կարող եք փակագծել, կարող եք չփակագծել, այստեղ ականջներն եմ նկարելու, 1, 2, թաթիկը կառանձնացնեմ մի անգամից այստեղից, ոտիկն էլ կառանձնացնեմ, տեսակ, եթե ես հանկարծ այստեղ մի բռնված թաթիկ նկարեմ և բռնված ոտիկ նկարեմ, ինչու բռնված, որովհետև մենք բամբուկի ամբողջական ծառը դեռ չենք նկարել, այսպես կշարունակենք, իբր բամբուկի ծառից է կախվել, այսպես,
Հիմա կբաժանենք կորիկների, կորգծիկների բամբուկե ծառը։ Հետո հասցեմ մատիտով արդեն առանձնացնելու ենք իմ փոքրիկ բարեկամներ։ Մի երկու տերևիկ։ Դուք տերև նկարելու վարպետ եք դարձել, արդեն քանի անգամ եք, քանի տարի է ձեզ սովորեցնում եմ։ Այստեղից է տերևիկ։ Դուք սիրուն ծառ երևա բամբուկե ծառը։ Էլ ինչ պետք է ներկեինք։ Այսպես թաթիկները կառանձնացնեմ, այստեղ էլ կառանձնացնեմ։ Հետո էլի ծառեր կնկարենք, սիրելի փոքրիկ բարեկամներ, բայց եկեք նախ եւ առաջ ընդգծեմ մեր հերոսին, սևիկները, խալիկները ներկեմ, վերջացնեմ, հետո գունավորենք, արդեն կհասկանանք խոսքը ինչի մասին է։ Եկեք կոպերը սկզբից ներկենք։ Դե հասկանալի է, աչքերը սպիտակ եմ թողնելու։ Այսպես, հոպ։ Այսպես։ Սա աչքոպը, հիմա ծախը, էլի ընդգծելով ներկում ենք։ Դեռ օգտագործում ենք միայն սև մատիտը կախարդական։ Այսպես, հիմա ականջները։ Այսպես։ Սա աչ ականջը, գծիկն էլ կհաստացնեմ, հոպ, այստեղ էլ կհաստացնեմ։ Հիմա ձախ ականջն ենք ներկում, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես։ Գնացինք, ընդգծեցինք, ականջին խորք թողեցինք, մնացած ներկեցինք սևով։ Այսպես, շատ լավ է։ Սա էլ այսպես, թաթիկը, ձախ թաթիկը, այսպես ընդգծելու եմ, երունքները այս անգամ արդեն սպիտակ պետք է թողնենք, հասկանալի է, չէ, ինչի համար։ Այսպես։ Հիմա ես կընդգծեմ, կներկեմ սևով, պանդայի համար գունավոր մատիտներ շատ քիչ է անհրաժեշտ գալիս, դա էլ երևի թե բնության համար։ Այսպես։ Ոտքն ենք ընդգծում, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես։ Պոչիկ էլ ունի, այստեղ պոչիկ էլ կտանք, վայ։ Հիմա երունքները էլի առանձնացնելու եմ, այսպես, ներկում եմ նոր սևով։ Հիմա այս սրանք էլ, որ ներկեմ սևով, դուք կհասկանաք, սիրելի փոքրիկներ, որ մեր արջուկը բամբուկե ծառն է գրկել, այսպես։ Սա աչ թաթիկը, սա աչ ոտիկը։ Այսպես։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, դուք ռետինից միջոց ունեք, մաքրում եք, նկարում այնպես, ինչպես քերի տեխնիկը։ Այսպես, շատ լավ է։ Հիմա եկեք արդեն ընդգծենք, որ ավելի լավ է։ Կարելի է զիգզագաձևել ընդգծել, բրդոտ երևալու համար, հասկանալի է։ Հիմա զիգզագաձև կընդգծեմ պոչիկով, ոտիկով։ Մեր արջուկը պատրաստ է։ Ծառն ենք ընդգծելու, այսպես բամբուկի ծառը, հոպ։ Երբ որ ընդգծում եմ, ավելի լավ է երևում, չէ, սիրելի փոքրիկներ։ Այսպես։ Հիմա ներքևի հատվածը։ Ժամանակը նայեմ, անտառն էլ կնկարեմ։ Տեսեք, հիմա գծիկներ եմ անում մարմնի վրա, իբրև բրդոտ արջուկ։ Հիմա արդեն հասկացանք խոսքը ինչի մասին է։ Տեսեք ժամանակը, ձեզ մոտ ինչպես է, լավ է ստացվում։ Եթե ինչ-որ բան այն չի ստացվում, սիրելի փոքրիկ բարեկամներ, դուք ունեք ռետինե ջնջոց, կարող եք մաքրել այնպես, նկարել հետո, ինչպես քերի տեխնիկը։ Այստեղ ես առանձնացնում եմ ինչ-որ մի դաշտ, հեռվում էլի կնկարեմ բամբուկե ծառեր, կորգծիկներով այսպես կառանձնացնեմ, իմ փոքրիկ բարեկամներ։ Էլի տերևիկներ կանեմ։ Այսպես։ Մի քիչ գեղեցկացնենք բնությունը,
որպեսզի նաև հասկանանք, որ մեր հերոսը ծառի վրա է գտնվում։ Այստեղ շատ տաքացնող արև։ Ինչ է պետք անել սիրելի փոքրիկները։ Նախ եւ առաջ ծառը պետք է ներկել բամբուկե ծառը իր տերևներով, ցողունով հանդերձ։ Տեսեք, մուգ կանաչ մատիտը վերցնելու եմ, ծառը ձախակողմի հատվածից, այսպես, կլորացնելու եմ։ Եթե նկատում եք, աչակողմյան հատվածը չեմ ներկում։ Այստեղ կարելի է մի քիչ ստվեր է, այստեղ, ու այսպես վերև։ Քանի որ մուգ կանաչ մատիտը մեր ձեռքին է, եկեք մյուս ծառն էլ, այսպես, հիմա հակառակը, տեսեք, այ գաղտնիքը տեսեք, հիմա աչակողմյան հատվածից ենք մուգ կանաչ ներկում, արևը տեսեք որտեղ է կենտրոնում։ Դուք ասեմ թե ինչու, այսպես, տերևիկները մի փոքր, կարելի է մուգ կանաչ մատիտով երանգավորել։ Շատ լավ է։ Վերցնում եք բաց կանաչ մատիտը, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Այս սպիտակ թողված հատվածը, եթե բաց կանաչ ներկեք, տեսեք ձեր ծառը, թեկուզ բամբուկե ծառը, ինչ լավ է կլորանում։ Տեսակ, ապրեք, տերևիկներն են, հոպ։ Հեռվում գտնվող թումբ կարող ենք անվանել այս գծիկից վերև։ Ներկում եմ բաց կանաչ, հաջորդ դաշտը մի փոքր երևի դեղինով ու շագանակագույն մատիտով առանձնացնենք։ Նաև սպիտակ թղթիկը այսպես ես ճնշում եմ, որպեսզի սև ու սպիտակ մեր պանդան ավելի լավ երևա, իմ փոքրիկ բարեկամներ։ Տեսեք, շագանակագույն եմ հաջորդ պատկերը ներկում, երևի մի փոքր հողոտ տարածք է ու դեղինով երանգավորում։ Մենք բնությունը հենց սկսեցինք ներկել, ձեր սպիտակ ու սև խալիկներով պանդան ավելի լավ է երևալու թղթիկի վրա։ Տեսակ։ Մյուս գծիկից ներքև ավելի ինչ գույնով ներկենք։ Մարմնագույն կներկեմ, էլի սպիտակ ճնշելու համար, այսպես։ Հետո առանձին խոտիկներ կնկարենք, հա, իմ փոքրիկ բարեկամներ։ Շատ լավ է։ Հիմա մուգ կանաչ մատիտով մի քանի խոտիկներ կավելացնենք այսպես, այստեղ։ Բնություն, ծաղիկներ, ինչպես ցանկանում եք, ինչպես ձեր մանկական երևակայությունը թույլ է տալիս, այդպես էլ կարող եք նկարել, իմ փոքրիկ բարեկամներ։ Այսպես, մեր արդյունքը պատրաստ է, արևը, կիսիչ արևը շատ դեղին ենք ներկելու, շողերը տեսեք արդեն ոնց եմ արել։ Բաց կանաչուր է, մի փոքր էլ այս ներքևի հատվածում բաց կանաչ մատիտով խոտիկներ կավելացնեմ և նկարը կհամարենք ավարտված։ Ուղղակի վերևի հատվածում ուր է տերևիկը կանաչ, արդյունքը պատրաստ է սիրելի փոքրիկներ։ Մեզ պետք է ուրեմն բաց կապույտ մատիտը վերևում մի փոքր ցրված այդպես ամպիկներ նկարել։ Այսպես։ Այսպես։ Վերջ, մեր պանդարչուկը, ինչպես գրել է Ասիա Գրիգորյանը, 5 տարեկան, բամբուկե անտառում ծառի վրա գտնվող պանդա աչուկին նկարեցինք, վերջացրեցինք, ուղղակի շրթունքը կարելի է մի փոքր կարմիր ընդգծել այսպես, թեթև, շատ նուրբ, այսպես, այ այսպես, վերջ, ավարտվեց իմ փոքրիկ բարեկամներ, սա էլ ավարտեցինք, նկարեցինք, վերջացրեցինք,
Ուզում եմ հիմա այսպես մատիտները հավաքել, ասել, հա, ստացվեց ձեզ մոտ։ Հեշտ էր, կարծես թե 3 թվանշաններ, հետո բաժանեցինք ձեռքերը, հետո քիթիկ, աչքեր, կոպեր, սև ու սպիտակ, ամբողջ սպիտակ թղթիկը ճնշեցինք, որպեսզի սպիտակ արջուկ ավելի լավ երևա։ Մեր ժամանակը կամաց մոտենում է իր ավարտին։ Այս նկարները, սիրելի փոքրիկ բարեկամներ, որ քերին սովորեցնում է ձեզ նկարել, կարող եք նկարել, հորինել A4 թղթիկի վրա մի փոքրիկ պատմություն, նույնիսկ առաջադրանք տալ, դնել ծրարի մեջ, ուղարկել քերի մուլտիկնիկին, որ հասցեով, մեր փոստային անփոփոխ հասցեով, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե ուզում եք ավելին իմանալ եւ դիտել քերի մուլտիկնիկ հաղորդման մասին, ապա բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Մինչ ավարտը ես էլի ուզում եմ ուրախացնել Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկներին եւ մերձակայքում բնակվող փոքրիկներին, ովքեր կարող են գալ Վանաձորի տեխնիկային թատրոն։ Հիշեք, սիրելի փոքրիկներ, դեկտեմբերի 24-ից 30-ը քերի մուլտիկնիկը կգտնվի Վանաձոր քաղաքում։ Ձեզ կհրավիրի Վանաձորի տեխնիկային թատրոն դիտելու ամանորյա կախարդական վրձինը երաժշտական հեքիաթ ներկայացումը։ Այնտեղ դուք հանդիպելու եք 4 կախարդին, ավազակներին, մարդակերին, բարի կերպար կոշկավոր կատվին, շնիկին, քերի մուլտիկնիկին, իմ օգնական Սանչոյին եւ վերջում ամենավերջում մեզ հյուր է գալու ձեր շատ սիրելի ձմեռ փապը։ Սիրելի ծնողներ, Տոմսերի համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով 033 04 12 44։ Այսքան այսօրվա համար։ Քերի մուլտիկնիկը, ժամապահ քերին, մեր նոր հերոս Պանդարչուկը ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը եւ կասենք ողջույն, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Իսկ հիմա այլ բուլդա։